3 ապրիլի 27-ին տեղի ունեցավ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքը, որը մեծ ուշադրության կենտրոնում էր ինչպես նրա երկրպագուների, այնպես էլ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել դերասանուհու ընտրյալը, որի մասին մինչ այս պահը մանրամասներ գրեթե հայտնի չէին։ Ռոզա Դավթյանի սրտի ընտրած տղամարդը Ռուսաստանում բնակվող գործարար է։ Նա ոլորտում հաստատված և հաջողակ մարդ է, ով տարիներ շարունակ կառուցել է իր կյանքն ու կարիերան հայրենիքից դուրս։ Չնայած նրան, որ նա չի հանդիսանում շոու բիզնեսի կամ հանրային ոլորտի ներկայացուցիչ, ըստ մտերիմների երիտասարդը խիստ կրթված, ինտելիգենտ և ներքին բարձր մշակույթ ունեցող մարդ է։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն Ռոզան և նրա սիրելին ծանոթացել են ընկերական շրջանակում։ Դերասանուհին շատ հաճախ նշել է, որ իր կյանքի ուղեկիցը պետք է հարգի իր մասնագիտությունը, հասկանա իր ստեղծագործական աշխարհի նրբությունները և միշտ լինի աջակցող։ Ի դեպ, Ռոզայի ընտրյալը հենց այդպիսին է, նա ոչ միայն հարգանքով է վերաբերվում նրա մասնագիտական գործունեությանը, այլ նաև մշտապես ոգեշնչում և խրախուսում է նրան շարունակել ստեղծագործական զարգացումը։ Դա ապացուցել է նաև, որ դերասանուհին նշանադրությունից հետո սկսեց նկարահանումները Դիանա Գրիգորյանի ամենառեյթինգային նախագծերից մեկում։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ռոզան շատ էր ցանկացել, որ հարսանեկան օրը համընկնի իր լուսահոգի հայրիկի ծննդյան օրվա հետ, այսպիսով նրան ևս մեկ անգամ ներգրավելով կյանքի այս կարևորագույն պահին։ Եկեղեցում Ռոզային ուղեկցում էր հորեղբայրը Արտակ Դավթյանը, ինչը դարձավ հուզիչ և խորհրդանշական պահ բոլորի համար։ Հարսանեկան արարողությունից հետո Ռոզան ու նրա ամուսինն իրենց ուրախությունը շարունակեցին Երևանի հեղինակավոր Prime Hall համալիրում, որտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում «Վերջին զանգը» սերիալի թիմակիցները, Դիանա Գրիգորյանը, ով ոչ միայն նախագծի սցենարիստն ու պրոդյուսերն է, այլև Ռոզայի մտերիմ ընկերը։ Ներկա էին նաև Եվա Բաղդասարյանը, Դիանա Տորեսը, ովքեր սոցիալական ցանցերում կիսվեցին հարսանեկան արարողության գեղեցիկ պահերով։ Չնայած նրան, որ Ռոզան մինչ այժմ խուսափում էր իր ընտրյալի դեմքը հրապարակայնորեն ցուցադրելուց, հարգելով նրա ցանկությունն ու պահպանելով նրանց անձնական կյանքի գաղտնիությունը, սակայն երեկ այդ ամենը չհաջողվեց։ Այս գեղեցիկ պատմության ամենակարևոր ուղերձն այն է, որ իրական սերը գտնելու համար սահմաններ չկան։ Ռոզա Դավթյանը գտավ իր երջանկությունը մի մարդու կողքին, ով թեկուզ հեռու երկրում լինելով դարձավ նրա հոգու ամենամոտ ընկերը, աջակցող ուժը և ապագայի վստահելի ուղեկիցը։ Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությունն անկասկած այս տարվա ամենամեծ, ամենաշքեղ և հիշվող իրադարձություններից մեկն էր։ Ամեն ինչ եկեղեցական օրհնությունից մինչև խնջույքի վերջին ակորդները հագեցած էր աննկարագրելի սիրով, ուրախությամբ ու ջերմությամբ։ Եկեղեցում Տեր Եսայի քահանա Արթենյանի կողմից տրված օրհնությունից հետո նորապսակներն իրենց ուրախությունը շարունակեցին Երևանի ամենահայտնի ռեստորանային համալիրներից մեկում։ Տոնական մթնոլորտն անմիջապես պարեր ու երգեր բերեց սրահ, ուր յուրաքանչյուրն իր սրտի ամենաջերմ անկյունից բերում էր բերկրանք և բարեմաղթանքներ։ Ներկաները վայելում էին բարձր տրամադրությամբ լեցուն միջավայրը, համեղ ուտեստները, իսկ ամեն քայլափոխից զգացվում էր իսկական հայկական հարսանիքին հատուկ հմայքը ուրախ երգով, ազգային պարերով և ժպտացող աչքերով։ Հյուրերի շարքում բազմաթիվ հայտնի անուններ կային՝ դերասաններ, երգիչներ, սցենարիստներ, գործընկերներ, հատկապես նրանք, ովքեր աշխատել են Ռոզայի հետ «Վերջին զանգը» սերիալում։ Իրենց ներկայությամբ երեկոյին շքեղություն էին ավելացրել նաև «Կույր աշխարհ» սերիալի դերասանները՝ Դիանա Գրիգորյանը, սցենարիստ և պրոդյուսեր, ով առանձնահատուկ խոսքով էր հանդես եկել, հուզելով բոլորին։ Հատկապես հիշատակելով Ռոզայի վաղաժամ մահացած հայրիկին, ում բացակայությունն այդ օրվա ամենացավալի կետերից էր։ Սակայն հյուրերի թվում նկատելի բացակա կար։ Սիրված դերասանուհի Էմմա Մանուկյանն, ով «Վերջին զանգը» սերիալում մարմնավորում է Անգելինայի մայրիկին՝ Աննային, չի մասնակցել Ռոզայի հարսանիքին։ Սա չէր վրիպել ուշադիր երկրպագուների աչքերից։ Աղբյուրները նշում են, որ Էմմա Մանուկյանն այսօր ունեցել է թատրոնում ներկայացում, և ամենայն հավանականությամբ դա է եղել բացակայության հիմնական պատճառը։
Դերասանուհին հայտնի է իր պրոֆեսիոնալիզմով և բարձր պատասխանատվությամբ, թատերական պարտականությունները շատ հաճախ առաջին տեղում են նրա համար։ Չնայած Էմմա Մանուկյանի բացակայությանը, հարսանիքի ողջ ընթացքը վառ և հագեցած էր։ Ամեն մի վայրկյան կարծես նոր գույն էր ավելացնում տոնական կտավին։ Մարդիկ ոչ միայն պարում էին, այլև գրկախառնվում, ծափահարում ու ժպտում անկեղծորեն կիսելով Ռոզայի երջանկությունը։ Այս հարսանեկան օրը դարձավ մի յուրօրինակ հուշարձան նվիրված սիրուն ընտանիքին և այն երազանքին, որը երկու հոգի միասին կառուցում են։ Ռոզա Դավթյանի հարսանիքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գեղեցկությունը ոչ միայն շքեղության մեջ չէ, այլ ամենից առաջ սիրով ու հոգով կազմակերպված օրվա մեջ։ Այս տոնական օրվա ամեն պահը, սկսած եկեղեցու խաղաղ աղոթքներից մինչև երեկոյի վերջում հնչած վերջին երգը, կմնա ներկաների հիշողություններում որպես անկրկնելի հեքիաթային և լիարժեք երջանկության պահ։